որ քեզ ինքան ասեմ, ոչ մեկի չես ասի, չէ՞։ Չէ, կասեմ։ Չեմ ասի ասա։ Լևոնի համար մի հատ նվեր եմ պատրաստել, խաչում արել։ Բայց չգիտեմ ոնց նվիրեմ։ Չգիտեմ, տեսեք կոմոջ։ Հրեշտակների դպրոցը այսօր Աննայից հետո առաջին ալիքով։ Նարեկ, կարող ես գալ։ Ինչ ա եղել ան։ Պարոն Գնունին իմացել է այդ հոդվածների մասին։ Որտեղից ես իմացել։ Հենց հիմա համակարգչի դիմաց նստած եմ ու այդ հոդվածները կան։ Եթե papan իմացել է, ուրեմն ինչ-որ մեկն էլ պետք է իմացած լինի ան։ Չէ, Նարեկ, անհնար է, ոչ մեկ չգիտեր դրա մասին։ Ան, արդեն ուշ է, դու տուն գնա։ Ես հիմա Լիլիթի հետ եմ, փորձում ենք հասկանալ, թե ինչ կային, որ չենք նկատել։ Կամ սկզբում հաշվի չենք արել։ Լավ։ Եթե հիմա էլ ոչինչ չպարզվի։ Նարեկ, կպարզվի։ Լսում ես, ամեն ինչ կպարզվի, չի կարա ամեն ինչ սենց անորոշության մեջ մնա։ Ուղղակի պետք է հավատաս։ Նարեկ, ես էլ չեմ կարողանում քեզ այս վիճակի մեջ տեսնել, խնդրում եմ, մի արա տենց, դու մեզ պետք ես, հիմա ավելի քան երբևէ, լսում ես։ Ան։ Նարեկ, խնդրում եմ քեզ։ Գոնե եթե քո համար չես անում, քեզ համար չես մտածում, գոնե մեր մասին մտածի, դու մեզ հիմա շատ ես պետք։ Ես գնում եմ տուն, իմ աշխատանքային ժամը վերջացել է։ Այսօր ամբողջ օրը Ալինան փնթփնթալով մանա գալիս։ Հա, տեսնում եմ։ Դե լավ չի զգում, որ այստեղ աշխատում եմ։ Դե, Ինչ։ Ինչ որ բան կա, որ ես չգիտեմ, հա։ չգիտեմ։ Գուցե դու ասես ես իմանամ։ Չէ, իրոք արդեն տուն գնալու ժամանակն է։ Բայց Արամը չեկավ, պետք է հաշվարկ անեինք ու փակեինք։ Ես կզանգեմ հիմա։ Հաջողություն։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Մենք արդեն փակվում ենք։ Ալինա։ Գիտեք, ինձ շատ մեծ ծաղկեփունջ է հարկավոր։ Այս տիպի, եթե հնարավոր է սպիտակ ծաղիկներով։ Հենց հիմա մենք սպիտակը չունենք։ Խնդրում եմ 2 րոպե սպասեք։ Եթե հնարավոր է, գիտեք, ինձ շատ է հարկավոր։ Հա, իհարկե, ամեն ինչ հնարավոր է։ Դուք այստեղ 2 րոպե սպասեք, մենք կպատրաստենք ձեր ուզած փունջը սպիտակ ծաղիկներով, չէ, Ալինա։ Դու հիմա կպատրաստես, չէ՞։ Սպիտակ ծաղիկներով, նույնից։ Կպատրաստեմ։ Դուք այստեղ սպասեք, լավ։ Արդեն լավ ես, երեսիդ գույնն եկավ։ Հա, լավ եմ հիմա զգում, ոչինչ, նորմալ է։ Որովհետև դուրս եկանք, զբոսնեցինք, զրուցեցինք, թե չմնացել էր տանի, ինչ անդադ գլուխս ցավում է։ Քեզ որ մնաք, ասես հիվանդ չեմ, չէ։ Չէ, ես չեմ ասում, որ դու հիվանդ ես, գլուխդ չի ցավում, բայց շատ բաներ քո տրամադրությունից է կախված։ Նյարդայնանում ես, հետո էլ վատանում ես։ Հիմա դու ինձ կլսես։ Միասին կգնանք ու հետազոտությունները կանցնենք, լավ։ Լավ։ Լավ, արդեն ուշ է, ես պիտի գնամ։ Գնուն ու տանն ես մնալու։ Չէ, կգնամ տուն։ Սոնան ու Աննան մեր տանն են։ Արևիկն էլ տիկին Սեդայի մոտ է մնացել։ Հա, բարձ է։ Լավ, Սուսան ջան, ես գնացի։ Ալլա։ Հա։ Հիշում ես, որ մաման սկսեց իրեն վատ զգալ։ Լավ էլի Սուսան, էլի նույն բաներն ես ասում։ Ինչ կապ ունի մամայի հիվանդությունը քո հիվանդության հետ։ Ուրիշ բան եմ ասում։ Ասա։
Հիշում ես, որ անընդհատ գլուխը ցավում էր, չէր կարողանում քնել։ Հիշում եմ։ Հետո բժիշկը ինձ ու քեզ իրա մոտ կանչեց։ Հիշում ես, որ ասեց մամայի անբուժելի հիվանդության մասին ու որ իրան չասենք, որ ավելի վատ չտրամադրվի։ Հա, հիշում եմ, հետո։ Ես քեզ խնդրում եմ, եթե քեզ նման բան ասեն, ինձ անպայման ասա։ Լավ։ Նման բան չի լինի, Սուսան։ Ալլա խնդրում եմ, խոստացիր, որ ինձ կասես։ Ես քեզ ոչ մի բան էլ չեմ խոստանում, որովհետև նման բան չկա։ Ուղեղիցդ հանի այդ վատ մտքերը։ Ալլա ինձ պետքա, որ ես իմանամ իմ հետ ինչ ա կատարվում։ Խնդրում եմ, խոստացի։ Ամեն ինչ լավ կլինի, ես գնացի լավ։ Հանգստացի։ Հոգնեցիր Սոն։ Արեկը չեկավ։ Չէ, արևս չի եկել։ Սոնայի աչքերը փակվում են։ Այսօր շատ է հոգնել։ Գիտեմ հիմա ինչ կանեմ։ Կզանգեմ Վարդանին կգա։ Լավ, դե ես էլ գնամ համակարգիչ սանջատեմ գամ։ Վարդան, Զանգել ես ասես օրելի կուշանաս, հա։ Վարդանն ինձ լսի։ Ինչ լսեմ Աննա։ Երբ որ քեզ հետ էի խոսում, դու այն ժամանակ էլ էիր աշխատում, սկի երևի չէր լսում, հա, ինձ եմ խոսում։ Վարդան կլսես, խնդրում եմ։ Աննա մի արդարացի պետք չէ, դու կարող ես հանգիստ մնալ ու աշխատել։ Վարդան, դու չես էլ լսում, կարող է ես ուրիշ բանի համար եմ զանգել քեզ։ Ինչի համար ես զանգել։ Դու որպես կանոն ինձ ոչ մի ուրիշ բանի համար չես զանգում։ Դու ճիշտ ես, հենց դրա համար էլ զանգել եմ։ Սոն ջան, մի քնի հեսա գնում ենք։ Գալիս ա։ Չէ, հեսա տաքսի կկանչեմ կգնանք։ Ինչ որ բան է եղել ան։ Չէ, Անի, ոչ մի բան չի եղել։ Կներես, կներես կոպիտ ստացվեց։ Նորմալ է, մի նեղվի։